Նոյեմբերի 1-ին ուղիղ միացմամբ իր աշխատանքն է սկսում ABC մեդիան, եթերում լուրերի հերթական թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, բարի օր։ Այս ժամի համար առանձնացրել ենք հետևյալ թեմաները։ Հայաստան կժամանի Դոնալդ Թրամփի որդին ինչ նպատակ ունի այցը։ Բաքուն հաստատել է Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք եվրոպական գագաթնաժողովին։ Փաշինյանը խմբագրել է Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերի հանձնաժողովի ցուցակը, վարչապետը ցանկում ներառել է նաև Արարատ Միրզոյանի կնոջը։ Արարչին քննադատել է Թրամփին և նրան միջուկային չարաճճի անվանել միջուկային զենքի փորձարկման որոշման համար։ Եվ այսպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին Դոնալդ Թրամփ կրտսերը Հայաստան է ժամանելու նոյեմբերի 12-ին։ Այցի մասին տեղեկությունը հայտնել է փաստը։ Թերթի տեղեկություններով Դոնալդ Թրամփ կրտսերը այցի շրջանակում քննարկելու է բիզնես ծրագրեր և հանդիպելու է իշխանական տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ։ Միաժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ այս պահին Իլհամ Ալիևը ամենայն հավանականությամբ չի ժամանի Երևան մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Նրա խոսքով Բաքուն չի տեսնում անհրաժեշտ պայմաններ ամենաբարձր մակարդակով մասնակցության համար և ինչպես նշել է Պաշտոնյան, Ալիևին ուղղված պաշտոնական հրավերը դեռևս չեն ստացել։ Իսկ Երևանը հակառակը դեռ հույս ունի, որ Ալիևը և Էրդողանը չեն մերժի հրավերը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է, որ հայկական կողմը սպասում է ինչպես Իլհամ Ալիևի, այնպես էլ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժամանմանը։ Սիմոնյանն ասում է, որ Հայաստանը պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի հյուրերը մեր երկրում իրենց անվտանգ ու հանգիստ զգան։ Մենք ակնկալում ենք այնուամենայնիվ չեմ համարում, որ սա վերջնական պատասխան է, մենք ակնկալում ենք, որ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի նախագահները այդ միջազգային մեծ կոնֆերանսին, որտեղ մասնակցել են բազմաթիվ երկրների ղեկավարներ, ներկա կգտնվեն, մենք էլ ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք ամեն ինչ, որպեսզի իրանց համար ստեղ հանգիստ լինի։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ խմբագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հարցի հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին փաստաթուղթը։ Հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, բայց ուշադրությունը գրավում է մեկ այլ անուն։ Փաշինյանը ցանկում ներառել է նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանի կնոջը, ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջանին։ Լսենք հասկանանք էլ ովքեր կան հանձնաժողովի անդամների կազմում։ Մհեր Գրիգորյան, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, հանձնաժողովի նախագահ։ Կարեն Անդրեսյան, միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ, Արմենակ Խաչատրյան, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Աննա Կարապետյան, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ, Վահան Կոստանյան, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ, Ռոբերտ Աբիսողոմոնյան, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ, Անուշիկ Ավետյան, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Արմեն Ղազարյան, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ, Արմեն Սիմոնյան, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, Քրիստինե Ղալեչյան, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, Ավագ Ավանեսյան, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ, Արտաշես Թումանյան, Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական, Ռաֆայել Գևորգյան, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, Գևորգ Մանուկյան, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ, Եսայի Մկրտչյան, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, Դավիթ Սանամյան, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, Արտյոմ Սուջյան, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար, Անահիտ Շիրինյան, Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար, Սերգեյ Պետրոսյան, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ գեներալ-մայոր, Սահակ Սահակյան, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնացված փոխադրումների ապահովման վարչության ռազմական հաղորդակցությունների ծառայության պետ գնդապետ, Կարեն Սարգսյան, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական, Գոհար Աբաջան, ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն։
Միաժամանակ հայկական կողմը պատրաստվում է լրացուցիչ քայլերի։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի փոխանցմամբ շփումները երկու երկրների միջև ակտիվանում են։ Ադրբեջանական պատվիրակությունները կայցել են Հայաստան, իսկ հայկական պատվիրակությունները Ադրբեջան եւ երկուստեք երկխոսությունը շարունակվում է։ Պատրաստ եղեք, հարգելի լրագրողներ, հարգելի ժողովուրդ։ Ադրբեջանական պատվիրակությունները այցելելու են Հայաստան, հայկական պատվիրակությունները այցելելու են Ադրբեջան, իհարկե կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, մասնավորապես մեր գերիների պահվող անձանց մասին հարցը, որը որ մեծագույն խնդրեմ է, բայց այնուամենայնիվ շփումները շարունակվելու են եւ մենք այդ շփումները խորացնելու ենք եւ երբ որ ես ասում եմ մենք, ես նկատի ունեմ, որ դա նաեւ իմ ընկալմամբ իմ վերջի շփումների հետևանքով իմ ընկալումն է, որ ադրբեջանական կողմը նույն գծի վրա է։ Իսկ երկուստեք հարաբերությունները բարելավելու ֆոնին ստվերում են մնում Բաքվից մեր հայրենակիցների վերադարձի հարցը։ Թեպետ պաշտոնական Երևանը պարբերաբար ասում է, որ հարցն օրակարգում է, սակայն որևէ դերական տեղաշարժ չկա։ Այդուամենայնիվ փաստը մնում է այն, որ Բաքվի դատարանում շարունակում են դատել մեր հայրենակիցներին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նիստի ընթացքում Պաշտպանության նախարարության նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի փաստաբանը խնդրել է դատարանին հնարավորություն տալ իրեն հանդիպել իր պաշտպանյալի հետ։ Ընդմիջման ժամանակ դատավորը համաձայնել է, իսկ գեներալ Դավիթ Մանուկյանը միջնորդություն է ներկայացրել, խնդրելով հանել կազմակերպված հանցավոր խումբ ստեղծելու մեղադրանքը քրեական գործից եւ քննարկել այն առանձին վարույթում։ Դատարանը տեղում խորհրդակցություն անցկացնելուց հետո միջնորդությունը մերժել է։ Ներքաղաքական անցուդարձի մասին։ Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանի խափանման միջոց կալանքը դատարանը փոխարինել է տնային կալանքով, բացակայելու արգելքով եւ 1 միլիոն դրամ գրավով։ Փաստաբան Տաթև Սողոյանը հայտարարել է, որ բողոքարկելու է վճիռը, ըստ նրա կալանքի որևէ հիմք չկա։ Դուք պատկերացեք 8-10 ծնող ենք եղել 9 հատ ռազմականի տուժող, դե լավ էլի, ուրեմն փաստորեն կամ մենք ենք, չգիտեմ, տոր քանգեղն ենք։ Ախր ոչ մեկին ոչ կպել եմ, ոչ խփել եմ։ Հայոյանք եմ հնչեցրել, էլի եմ հնչեցնում, նոր դահլիճում էլ ասեցի, ով կարա զոհվածի ծնողի վրա ձեռ բարձրացնի, անհետ կորածի ծնողին խփի, ինքը իմը մարդու համ թուրք է, համ էլ անբարոյականի զավակ է, ով էլ հետս համաձայն չի, ինքն էլ անբարոյականի զավակ։ Վանում եմ այս ամեն ինչը հաղթանակ համարել, բայց մարդասիրության ու անձի կյանքի ու առողջությունը պահպանելու նկատառումներով էլի կարող եմ հաղթանակ համարել, բայց ոչ երբեք արդարության ու արդարադատության հաղթանակ, որովհետև դուք էլ տեսաք, որ այս մարդկանց այն մեղադրանքը ոչ միայն իրավական չի, նաև բարոյական չի, ինչը որ տրված է այս մարդկանց։ Այստեղ հանցանք չկա, որի հիմքով էլ պետքա գնահատեինք, թե կան արդյոք խափանման միջոցի կիրառման հիմքեր, թե չկան։ Բայց տեսանք, գոնե ուրախ եմ, որ Արսենը հիմա ազատության մեջ է ու այս տարափը ապօրինությունների, խտրականության, անմարդկային վերաբերմունքի, պրովոկացիաների այնքան շատ է, այն որ այս 2 ժամվա ընթացքում փորձեցինք գոնե ամենաէականները, որ համ հանրությանը պարզ լինի, թե ինչ է տեղի ունեցել մոտավոր ակնարկով տեղ հասցնենք, համ էլ Արսենի վիճակը ու պայմանները ներկայացնենք ու հասնենք այս որոշման։ Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 29-ին Պաշտպանության նախարարության շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ Պաշտպանության նախարարության եւ ռազմական ոստիկանության ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալել էին անհետ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանին եւ Աբիջան Սարգսյանին։ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից առաջին անգամ նամակ է գրել Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։ Նա դիմել է համայնքի բնակիչներին շնորհակալություն հայտնել սատարելու համար։ Դավիթ Համբարձումյանը դադարեցնում է ավականու անդամի լիազորությունները։
Ես որպես Մասիս խոշորացված համայնքի գործող ղեկավար քաջ գիտակցելով ձեր հանդեպ իմ ստանձնած պատասխանատվությունը, ընդգծելով իմ նվիրվածությունը ձեզ, Մասիսին եւ իմ թիմին, հավատարիմ մնալով նախընտրական ժամանակահատվածում իմ տված խոստումներին, զերծ պահելու համար համայնքի ղեկավարի պաշտոն իշխանության կեղծ իրավական եւ վարչական խարդավանքներից, այսօր դիմել եմ դադարեցնելու ավականու անդամի իմ լիազորությունները։ Ես հեռանում եմ ավականուց, բայց չեմ հեռանում Մասիսից։ Խնդրում եմ համայնքին իշխանության հետ միասին շարունակել արարել, աշխատել, ապրել եւ արժանապատիվ հայ մնալ հանուն մեր հայրենիքի եւ մեր երկրի ապագայի։ Միջուկային զենքի աշխարհում լարվածությունը հասել է նոր մակարդակի։ Մի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարում է միջուկային փորձարկումների վերսկսման մասին, մյուս կողմից Ռուսաստանն արդեն ցուցադրում է իր նոր հրթիռային հզորությունը։ Գերտերությունների ուժերի այս ցուցադրությունը մեկ նպատակ ունի՝ ցույց տալ, որ խաղաղությունը խոցելի է, իսկ պատերազմի վտանգը երբեք հեռու չէ։ Ինչն է զսպում պատերազմը եւ ինչ մակարդակի վտանգի առաջ են կանգնած աշխարհում, ռեպորտաժում։ Հայտարարում է միջուկային փորձարկումների վերսկսման մասին, Ռուսաստանն արդեն իսկ ցույց է տալիս իր ուժերը։ Նախ Բուրավեսնիկ միջմայրցամաքային թևավոր հրթիռի փորձարկմամբ, ապա Պոսեյդոն ստորջրյա հեռակառավարվող սարքը խաղադաշտ մտցնելու հայտարարությամբ։ Ինչու է Ռուսաստանն ակտիվացել այս դաշտում, պարզաբանում է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։ Միացյալ Նահանգները պատրաստվում էր Ուկրաինային տրամադրել իրենց ամենազարգացած եւ ամենահզոր զենքերից մեկ, այսինքն հրթիռներից մեկը տամահավք կոչվող հրթիռները, որոնք բավականին լուրջ զինատեսակներ են եւ կարող են խոցել թիրախներ Ռուսաստանի ամենախորքում։ Ռուսաստանի մեսիջը Միացյալ Նահանգներին այն է, որ եթե դուք Ուկրաինային այսպիսի զինատեսակներ եք տրամադրում, մենք ստիպված ենք լինելու առավել հզոր զինատեսակներ կիրառել մարտի դաշտում։ Համենայն դեպս Թրամփը չի ուշացնում պատասխանը, հանձնարարելով վերսկսել միջուկային զենքի փորձարկումները։ Նա նաև վստահորեն հայտարարում է. Միացյալ Նահանգներն ավելի շատ միջուկային զենք ունի, քան որևէ այլ երկիր։ Ես չեմ կարծում, որ այստեղ խոսքը գնում է միջուկային պատերազմի մասին, ամենայն դեպս Ռուսաստանը ըստ էության զգուշացնում է, որ եթե դուք ավելի հզոր զենքեր եւ հրթիռներ մատակարարեք Ուկրաինային, ապա բնականաբար ես էլ իմ հերթին ինձ իրավունք եմ վերապահելու առավել հզոր զենքերով հարվածել Ուկրաինայի խորքին, մայրաքաղաքին եւ այլն։ Կարծում եմ, այստեղ դեռևս խոսքը գնում է ուժի ցուցադրման կամ սպառնալիքի կամ այսպես ասենք մկանների ցույց տալու մասին։ Հենց այս սցենարով էլ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը փորձեց մեղմել լարվածությունը, հայտարարելով, որ Բուրավեսնիկ հրթիռի փորձարկումը ոչ մի կերպ չի կարող միջուկային համարվել։ Հակառակ բևեռում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ֆլինի հայտարարությունն է։ Պատերազմը դառնում է անխուսափելի, ամուր կապեք ձեր կոշիկները, զինվորականներ։ Բայց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը այս հայտարարությունների մեջ միջուկային պատերազմի վտանգ չի տեսնում։ Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ արդեն նման հայտարարություններ են անում, զինավարություններ են անում հրթիռների հետ, որոնք կարող են նաև միջուկային զենք տեղափոխել, ապա դա աշխարհաքաղաքական վիճակն է, որը ստեղծվել է աշխարհում, այսինքն բոլոր միջազգային հարաբերությունները փլուզվել են, միջազգային ինստիտուտները ըստ էության արդեն չեն գործում, եւ հիմա, այսպես ասած, խաղաղությունը հիմնված է ուժի վրա։ Իսկ Եվրոպան շարունակում է խոսել խաղաղության մասին։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ չնայած լիովին չեն հասկացել, թե ինչի նկատի ունի ԱՄՆ նախագահը, բայց կարևոր է, որ բոլոր միջուկային պետությունները պահպանեն իրենց մորատորիումները։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նույնպես շեշտում է այդ մորատորիումների կարևորությունը։ Միջուկային զենքը դա խոշոր պատերազմի զսպման գործիք է։ Եվ հենց միջուկային զենքի շնորհիվ է, որ աշխարհում մեծ պատերազմներ չեն գնում գերտերությունների միջև։ Գերտերությունների ուժերի ցուցադրման մեկնարկը տրված է։ Կարգախոսն էլ վաղուց հայտնի խոսքն է։ Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոշտ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին միջուկային զենքի փորձարկումները վերսկսելու որոշումից հետո։ Արաղչին Թրամփին կոչել է միջուկային չարաճճի, ընդգծելով, որ նրա քայլերը հետադիմական են, անպատասխանատու եւ վտանգում են միջազգային անվտանգությունը։
Նախարարը նշել է, որ Վաշինգտոնը նույնիսկ պաշտպանության նախարարությունը պատերազմի նախարարություն վերանվանելով փորձում է արդարացնել իր ագրեսիվ քաղաքականությունը, մինչդեռ Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը ներկայացվում է որպես սպառնալիք։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Նոր միջուկային համակարգերով զենքերը, Բուրևեստնիկն ու Պոսեյդոնը չպետք է անակնկալ լինեին ոչ մեկի համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դրանց մասին հայտարարել էր դեռևս 2018 թվականին, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Երբ ասում են, թե մեր նոր զենքերը, Բուրևեստնիկն ու Պոսեյդոնը անակնկալ էին, ապա կարող է մի բան ասել, դրանում անակնկալ չկա։ Վլադիմիր Վլադիմիրովիչը դա ասել է 2018 թվականին Դաշնային ժողովին ուղղված իր ելույթի ժամանակ։ Այլ հարց է, որ գուցե ոմանք այն ժամանակ չէին հավատում դրան, հիմա նրանք ստիպված կլինեն հավատալ, հավելել է Շոյգուն։ Միացյալ Նահանգները պատրաստվում է հարվածներ հասցնել Վենեսուելայի ռազմական օբյեկտներին, գրում է The Wall Street Journal-ը։ Սպիտակ տունն արդեն իսկ բացահայտել է թմրանյութերի մաքսանենգության համար ենթադրաբար օգտագործվող թիրախները։ Դրանց թվում են նավահանգիստները, ծովային օբյեկտները եւ օդանավակայանները։ Նախկինում Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել միայն թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ենթադրաբար ներգրավված նավերին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը միգրանտների ընդունման թիվը պատմական մինիմումի է հասցրել 125,000-ից 7,500-ի։ Մասնավորապես Թրամփի վարչակազմը հայտարարել է փախստականների քվոտայի կտրուկ կրճատման մասին։ Միացյալ Նահանգներն այժմ տարեկան կընդունի ոչ ավելի քան 7500 մարդու։ Սա Միացյալ Նահանգների վերաբնակեցման ծրագրի պատմության մեջ ամենացածր ցուցանիշն է, քանի որ նախորդ սահմանաչափը 125,000 էր։ Նոր կանոններն ուժի մեջ են մտել հոկտեմբերի 1-ից։ Սպիտակ տան համաձայն հատուկ ուշադրություն կդարձվի անօրինական կամ անարդար խտրականության զոհերին, մասնավորապես Հարավային Աֆրիկայի սպիտակամորթ բնակիչներին։ Թրամփը նախկինում մեղադրել էր Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությանը սպիտակների ցեղասպանության համար։ Միևնույն ժամանակ Սպիտակ տունը կարգադրել է չեղարկել Աֆղանստանի, Հայիթի, Վենեսուելայի եւ մի շարք այլ երկրների այն քաղաքացիների ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը, որոնք նախկինում ստացել էին ժամանակավոր բնակության եւ աշխատանքի իրավունք Միացյալ Նահանգներում։ Լուվրի թանգարան ներխուժած եւ արժեքավոր զարդեր գողացած անձինք փորձել են զարդերը վաճառել Darknet-ի գաղտնի ցանցի միջոցով իսրայելական մի ընկերության։ Մասնավորապես իսրայելական CGI Group անվտանգության ընկերության ղեկավար Ցվիկա Նավեն ասել է, որ կողոպուտից 5 օր անց իր ղեկավարած ընկերության հետ կապ է հաստատել գողերի ներկայացուցիչը։ Նա հարցրեց, թե արդյոք մենք կբանակցենք գաղտնի ցանցում գողացված արվեստի գործերի գնման շուրջ եւ նշեց, որ մենք 24 ժամ ունենք պատասխանելու համար, ասել է նա։ Նավեի խոսքով իրենց թիմն անմիջապես տեղեկացրել է Փարիզի համապատասխան մարմիններին գործարքի փորձի մասին։ Սակայն ըստ նրա բյուրոկրատական խոչընդոտները խանգարել են արվեստի գործերի առնվազն մի մասի վերադարձի հնարավորությանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ արդեն 7 մարդ է ձերբակալվել կողոպուտի գործով։ Թանգարանից գողացել են կայսերական հավաքածուից զարդեր ընդհանուր 88 միլիոն եվրո արժողությամբ։ Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Փարիզի խաղաղության ֆորումի ժամանակ։ Ուսանողուհին տեսնելով համաժողովին այցելած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, մոտեցել է նրան ու նրան հանձնել իր ինքնակենսագրականը, նշելով, որ ցանկանում է աշխատել նախագահի աշխատակազմում։ Մակրոնը հումորով է արձագանքել, ասելով, որ աղջիկը շատ լավ է պատրաստվել հանդիպմանը։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորքյան, ABC Media։ Մարզական նորություններից Քիշնևում մեկնարկած մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին օրը 60 կիլոգրամ քաշային կարգում Վահե Աղասյանը տանելով 5 հաղթանակ գրավել է առաջին տեղը եւ նվաճել ոսկե մեդալ։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է պարզ ու հաճելի օր առանց տեղումների, նույնիսկ օդի ջերմաստիճանը 2-ից 3 աստիճանով կբարձրանա։ Մի փակվեք տանը դուրս եկեք, քայլեք, վայելեք աշնանային արևի ջերմ շողերը։ Երևանում այսօր ցերեկը սպասվում է 16-ից 18, իսկ երեկոյան 5-ից 7 աստիճան տաքություն։ Այժմի համար առանձնացրել ենք այսքանը, հետևեք մեզ YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում եւ Facebook-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերի գլխավոր թողարկումը կարող եք դիտել ժամը 18-ին։